Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Ժողովուրդը նշում է նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված եւ բարձր պաշտոնի հասած այլ անձինք էլ կձերբակալվեն։ Հրապարակը փոխանցում է անգամ Վարեմի ընկերներն են խուսափում շփվել Մասիս Մելքոնյանի հետ։ Ժողովուրդը տեղեկացել է, որ ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում։ Փաստն ընդգծում է, Փաշինյանը ամառորեն փորձում էր մոտենալ Թրամփին, իսկ վերջինս ստիպված էր դիմել օգնականներին ձերբազատվելու Ալբանիայի նախագահից։ Հրապարակը տեղեկացնում է, իշխանությունը չի կողմնորոշվում գնալ արտահերթ ընտրության։ Ժողովուրդը գրում է, Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի։ Փաստն արձանագրում է, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Հրապարակն էլ նկատում է, Ավանեսյանին ասել են հանգիստ նստի տեղ։ Ժողովուրդը նշում է, Ծաղիկ Վարդանյանը մինչև վերջերս դաժանորեն քննադատում էր առողջապահական համակարգի ղեկավարությանը, իսկ վերջերս կառուցողականության կոչեր է անում։ Հրապարակը գրում է, որ նախարարի արտաքին հովանավորները բավականին ազդեցիկ են, վայելում է հատկապես ԱՄՆ դեսպանի աջակցությունը։ Ժողովուրդն էլ ակնհայտ է համարում, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կձերբակալեն։